Բարև ձեզ։ Եվ այսպես, հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք համապետական խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը մոտենում է ավարտին։ Այսօր վերջին օրն է, կուսակցությունները ամփոփում են իրենց կատարած աշխատանքը, վաղը լռության օր է, մյուս օրը քվեարկություն։ Հայաստանը հայտնվել է իր նորանկախ պատմության ամենաբարդ քաղաքական խաչմերուկներից մեկում։ Այս միջոցին Մոսկվան սաստկացնում է Հայաստանի նկատմամբ տնտեսական, ասենք այսպես, պատժամիջոցները, Օվերչուկը արդեն Մոսկվայի գործողությունները պայմանավորում է ընտրությունների եւ ընտրությունների արդյունքների հետ։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Հայաստանին կոչ է անում հնարավորինս շուտ հանրաքվե անցկացնել եւ լուծել ԵԱՏՄ-ում մնալ չմնալու հարցը։ Այս միջոցին Արևմուտքը, Միացյալ Նահանգները, Եվրամիությունը, Ուրսուլա ֆոն դեր Լայնը, Միացյալ Նահանգների պետքարտուղարը գործարկում են նոր գործիքակազմեր Հայաստանի տնտեսությունը դիվերսիֆիկացնելու, այլընտրանքային շուկաներ գտնելու եւ Հայաստանի ինքնիշխանությանը աջակցելու նպատակով։ Այսօր մենք փորձելու ենք հասկանալ, թե ուր են տանում ներքին լարվածությունը եւ արտաքին ճնշումները, ինչ է սպասում մեզ հունիսի 7-ին եւ ոչ պակաս կարեւոր է նաեւ հունիսի 7-ից հետո։ Սա Ազատ զրույցն է Free News-ի եթերում, որտեղ համադրվում են փաստերը, կարծիքները, գնահատականները եւ կանխատեսումները։ Զրուցակիցս հայկական խորհրդի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Սկսենք Մոսկվայից։ Տնտեսական պատժամիջոցների մասին շատ ենք խոսել, բայց ունենք նոր իրադարձություններ, ավելի ճիշտ նոր հայտարարություններ, կարծես թե ավելի ուղիղ, ավելի բաց, Օվերչուկը մասնավորապես Մոսկվայի գործողությունները պայմանավորում է Հայաստանում կայանալիք ընտրությունների արդյունքներով, ինչ կարելի է ասել այս հայտարարության տոնայնության մասին։ Ակնհայտ է, որ Ռուսաստանում արդեն տեսնում են, հասկանում են, զգում են, հավանաբար որոշակի տեղեկություններ էլ հասնում են, անկախ նրանից, որ տեղեկությունների աղբյուրները Հայաստանում, Ռուսաստանի համար այնքան էլ վստահելի չէին իրենց համար, հավանաբար որոշակի արդեն ճշգրիտ տեղեկություններ հասնում են, որ Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու հնարավորությունը նվազագույն է, ինչը նշանակում է, որ իրենք պետք է ինչ-որ բան անեն։ Օրինակ, ուղիղ հայտարարեն, որ ինչպես Օվերչուկն է անում, ու հայտարարեն, որ իրենց գործողությունները կապված են ընտրությունների հետ, որովհետև մինչև հիմա հայտարարում էին, թե այդ գործողությունները ինչ-որ տնտեսական բնույթ ունեն եւ այլն։ Փորձելով գուցե այսպես ազդել հայ ընտրողի տրամադրության վրա, թեև ես կարծում եմ, եթե ես լինեի իրենց փոխարեն, նույնիսկ այս պայմաններում նրանք հասկանում են, ես ինքս կհասկանայի, որ արդեն շատ ուշ է Հայաստանի ընտրողի վրա ազդելու համար, դա պետք է սկսել անել 2020 թվականի սեպտեմբերի 27-ից։ Իրավիճակն այնպեսին է, որ Հայաստանը արդեն ըստ ամենայնի իր ընտրությունը արել է եւ այդ ընտրության արդյունքները մենք կամրագրենք հունիսի 8-ի առավոտյան։ Ընտրությունների արդյունքների մասին մենք դեռ կխոսենք, բայց ելի վերադառնալով Օվերչուկի հայտարարությանը նա ասում է, թե ինչու պետք է մենք օգնենք նրանց, ովքեր ինչ-որ ժամանակ հետո հնարավոր է պատերազմեն մեր դեմ։ Ես ասելով ընտրությունը Հայաստանը արդեն արել, հենց դա նկատի ունեի, որ Հայաստանի ժողովուրդը արդեն ընտրել է, թե ինչ է ցանկանում, դեպի ուր է ցանկանում գնալ, որտեղ չի ցանկանում մնալ, ում հետ չի ցանկանում շարունակել այդ անհավասար հարաբերությունները, որոնք կային Ռուսաստանի հետ երկար ժամանակ։ Այո, Օվերչուկի հայտարարությունը ունի հստակ ուղերձ, բայց այդ ուղերձը ուշացած է եւ որևէ ազդեցություն ունենալ չի կարողանա։ Հայաստանից պատասխանեց ամենայնպես ես աչքովս ընկավ Հայաստանի ազգային ժողովի նախագահի արձագանքը Օվերչուկի այս ձևակերպման, այս հայտարարությանը ստացված իրավիճակում համարժեք էր։ Կարծում եմ այո, ասաց, որ հակառակ էֆեկտ է ունենում, խորհուրդ տվեց անցյալի սխալները չկրկնել եւ այլն։ Տեսեք, Հայաստանի իշխանությունները հասկանում են, ես ամենայնպես այդպես եմ նկատում, հասկանում են, որ կարմիր գծերն անցել են։ Այսինքն Հայաստանի իշխանությունը չունի վերադարձի ճանապարհ, հնարավոր չէ այսպես ժողովրդի լեզվով ասել, վայ կներեք, սխալվել ենք, շփոթել ենք, եկեք կանենք ամեն ինչ այդպես, ինչպես նախկինում, կամ անենք ամեն ինչ այդպես, ինչպես դուք եք ուզում։ Բայց մենք ասում ենք, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու պլաններ առանց։ Խոսքը ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին չէ, խոսքը գլոբալ գործողությունների մասին է։ Հայաստանի իշխանությունները հասկանում են, որ հնարավոր չէ մոռանալ դեպի արևմուտք Հայաստանի շարժի մասին։ Հնարավոր չէ չեղարկել օրինակ Հայաստանում ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքը։ Հնարավոր չէ Հայաստանի ժողովրդին համոզել, որ
եկեք լավ չգնանք ԵՄ, մնանք ԵԱՏՄ-ում կամ ընդհանրապես մոռանանք արևմուտքի հետ հարաբերությունները։ Հնարավոր չէ ոչ միայն այն պատճառով, որ Հայաստանի ժողովուրդը դա չի հասկանա, չի ընդունի եւ վերջո իշխանություններն էլ ստիպված են կատարել ժողովրդի կամքը, բայց նաեւ այն պատճառով, որ Ռուսաստանը այն պետությունը չէ, որին հնարավոր է ասել վայ կներեք սխալվել ենք ու դրանից հետո հարաբերություններ զարգացնել եւ հուսալ, որ ամեն ինչ լինելու է նախկինի պես։ Շատ վառ օրինակ Պրիգոժինը։ Այսինքն հիմա եթե Հայաստանը փորձում է հարթել ամեն ինչ, Ռուսաստանը այլևս չի գնալու դրան։ Հայաստանը չի փորձում հարթել ամեն ինչ, հասկանում եք։ Եթե փորձի ասում։ Տեսեք, Հայաստանը չի կարող դա անել։ Չի կարող դա անել մի քանի պատճառով, որոնցից մեկն էլ հենց այն է, որ Ռուսաստանը գուցե առերևույթ գնա դրան, բայց հանկարծ կարող է Պրիգոժինի դեպքի նման ավելի կոնկրետ ասենք, հանկարծ որ ինքնաթիռ ընկնի եւ Հայաստանի ղեկավարություն լինի այդ ինքնաթիռի մեջ, ենթադրենք։ Օրինակը ունենք, ես որևէ ահաբեկչական կամ ամերիկյան կանխավարկած խախտող որևէ բան չեմ ասում։ Օրինակը կա Պրիգոժինի մոտ դեպքում այդպես եղավ։ Համաձայնության եկան, ինչ որ ժամանակ անցավ, կրքերը հանդարտվեցին եւ հանկարծ ինքնաթիռը ընկավ։ Հիմա առաջիկայում ինչ սպասել գազի հարցում այդ սպառնալիքները իրականություն կդառնան։ Ես չեմ կարծում, որ որևէ սպառնալիք ոչ միայն գազի հարցում, գյուղմթերքի հարցում, կոնյակի հարցում եւ այլն որևէ սպառնալիք երկար կյանք է ունենալու կամ գործողություն որևէ երկար կյանք է ունենալու։ Սկսած հունիսի 8-ից, երբ ես համոզված եմ Ռուսաստանի նախագահ կշնորհավորի Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ, սկսած հունիսի 8-ից աստիճանաբար մենք գուցե օրերի, գուցե շաբաթների ընթացքում կտեսնենք, որ կպարզվի, որ այն ինչ նախկինում հայտնաբերել էին ընդամենը մեկ մասնավոր դեպքերը վերաբերվում, իրականում Հայաստանի ելակն էլ է շատ լավը, ջերմուկն էլ է լավը, ոչ մի խնդիր չկա դրանց մեջ։ Գազի գնի հետ կապված էլ կարծում եմ համաձայնություններ կլինեն։ Իհարկե սա չի նշանակում, որ ամեն ինչ կհարթվի, ամեն ինչ կմոռացվի։ Սա նշանակում է, որ այս փուլում մենք կվերադառնանք բնականon հարաբերությունների, մինչև հաջորդ անգամ ինչ-որ սուր իրավիճակ կամ ճգնաժամային կամ Ռուսաստանի համար անցանկալի իրավիճակ կլինի։ Օրինակ, մինչև Հայաստանը կորոշի ԵՄ-ին անդամակցության դիմում ուղարկել կամ Հայաստանը կստանա վիզաների ազատականացման ռեժիմ կամ կլինի ինչ-որ մի նոր իրադարձություն կապված արևմուտքի հետ, որը Ռուսաստանը կգնահատի որպես իր շահերը ոտնահարող։ Ամեն դեպքում գազի հարցում մեր ունեցած այլ ընտրանքները լուծում են։ Գազի հարցում մենք ունենք այլընտրանքներ ոչ միայն գազ գնելու մասով, այսինքն ադրբեջանական գազ եւ իրանական գազ։ Մենք ունենք խոսում են նաեւ թուրքմենական։ Նաեւ թուրքմենական գազ, այո, բայց նույնիսկ ադրբեջանի կամ Իրանի տարածքով, այնտեղ սվապի միջոցով, փոխելու միջոցով։ Բայց նաեւ Հայաստանի Հանրապետությունը ունի այլընտրանքներ կապված հենց Ռուսաստանից գազի ներմուծման գնի որոշակի մեղմացման հետ։ Ինչպես, օրինակ, Հայաստանի Հանրապետությունում կա ռուսական ռազմաբազա, որի կարիքները հոգում է Հայաստանի Հանրապետությունը, ճիշտ է։ Հայաստանի Հանրապետությունը գումար է ծախսում դրա վրա։ Հայաստանը հանգիստ կարող է չեղարկել այդ պայմանագիրը եւ հայտարարել, որ այլևս չեմ կարող գումար ծախսել, այլևս գումար չունեմ։ Այդ գումարները պիտի ուղղորդեմ ձեր բարձրացած գազի գնի վրա ծախսելու։ Ես մեկ օրինակ եմ բերում, բազմաթիվ նման օրինակներ կան, որ Հայաստանի Հանրապետությունը գումարներ է ծախսում, որովհետեւ Ռուսաստանը այստեղ ինչ որ բան է անում։ Եվ այդ գումարները կարելի է չծախսել։ Օրինակ կոնցեսիոն կառավարման վաճառքի դեպքում Հայաստանը կարող է որոշակի գումարներ տնտեսել եւ դրանք ուղղել գազի գնի հարցին եւ այլն, բազմաթիվ են նման իրավիճակներ։ Ամեն դեպքում այս հատվածը փորձելով ամփոփել, կարծում եք սա դեռ զգուշացումներ են այս հայտարարությունները, թե արդեն Ռուսաստանը անցնում է կոնկրետ վճռական գործողությունների։ Ռուսաստանը, ասենք մասնավորապես Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչը հայտարարում է, որ հայկական ապրանքները, որոնք որ արգելափակվում են Ռուսաստանի տարածքում, պետք է փոխարինվել ադրբեջանականով։ Ռուսաստանը այս ընթացքում արել է այն ամենը, ինչ կարողացել է անել, որպեսզի Հայաստանի նկատմամբ ճնշումները ուժգնանան։ Ես անընդհատ հայտարարում էի տարբեր առիթներով, որ Ռուսաստանը մինչև ընտրությունների օրը ճնշումները ավելացնելու է, եկել հասել ենք ընտրությունների օրվան, բան չի մնացել եւ կարծում եմ ինչ կարողացան արդեն արեցին։ Ինչ վերաբերում է նրան, որ նրանք կցանկանան հայկական մթերքը, գյուղմթերքը փոխարինել ադրբեջանականով, ադրբեջանից էլ իմիջիայլոց բավական հետաքրքիր առաջարկներ կան, իհարկե դեռևս այդպես բլոգերների մակարդակում, բայց գուցե իրականություն դառնա, առաջարկներ կան հայկական գյուղմթերքը Ադրբեջան ուղարկել եւ այնտեղից արտահանել Ռուսաստան ադրբեջանականի անվան տակ։ Միջազգ դա Ադրբեջանի համար այդպես տարանցիկ մեխանիզմով աշխատելու առաջին դեպքը չի վաճառում, ինչպես ռուսական գազը Հայաստանի վաճառում, այնպես կարող են հանգիստ հայկական մթերքը ատել։ Ընդ որում Ռուսաստանում կիմանան, որ դա հայկական մթերքն է, կիմանան, որ դա փոխարինած է, ինչպես Եվրոպայում գիտեն, որ դա ռուսական գազը եւ նավթն է, բայց շատ շնորհակալ կլինեն, որ եւ քաղաքական առումով կարողացան ճնշել եւ նաեւ չզրկվեցին հայկական գյուղմթերք։ Իսկ ինչ է տալիս Ռուսաստանին Ադրբեջանին դեպի ԵԱՏՄ այս
էստի համեցեկը, այսպես ասենք։ Գիտեք, հայտարարություններ կան, որ հաստատում են Մոսկվան, որ ցանկանում են Ադրբեջանը մերձենա, ԵԱՏՄ-ին ասում են մենք սահմանակից պետություններ ենք, Ադրբեջանը կարող է կոմունիկացիոն հանգույց դառնալ եւ այլն եւ այսպես շարունակ։ Ես ցանկանում եմ հիշեցնել, որ սա առաջին անգամը չէ, անմիջապես 44-օրյա պատերազմից հետո կային խոսակցություններ, որ Ադրբեջանը հրավիրում էր ԵԱՏՄ, հրավիրում էր ՀԱՊԿ եւ տարբերությունն այն է, որ հիմա Հայաստան ԵԱՏՄ այդ մասին էլ այո, հարաբերությունները բավական խնդիրներ ունեն եւ Հայաստանի մասնակցությունն ՀԱՊԿ-ում սառեցված է, բայց ես չեմ կարծում, որ Ռուսաստանում ինչ որ ժամանակ է եղել, որ չեն մտածել, որ Ադրբեջանին կարող են բերել իրենց ինտեգրացիոն կառույցներ։ Նրանք ուղղակի սպասել են ավելի հարմար առիթի։ Հիմա հարմար առիթ ասում եք, այն ինչ որ դուք ասում եք, հենց այդ հարմար առիթն է։ Ինչու 1 տարի առաջ չէին ասում դա, ինչու 24 թվականին չէին ասում դա, որովհետեւ պատերազմը հարմար առիթ էր, պատերազմի արդյունքները, որից հետո հիշում եք, որ Դուգինը հայտարարում էր, թե մենք օգնեցինք, եկել է ձեր ժամանակը վճարելու, եկեք ԵԱՏՄ, եկեք ՀԱՊԿ, եւ հիմա է հարմար առիթ, երբ Հայաստանի Հանրապետությունների ՀԱՊԿ-ի հետ ըստ էության զրոյական են, իսկ ԵԱՏՄ-ում էլ խնդիրներ կան, հիմա էլ նորից մեկ այլ հարմար առիթ է։ Ես չեմ կարծում, որ հաշվի առնելով, որ Ալիևը իհարկե թշնամի է մեզ համար, իհարկե հակառակորդ է, առանց որևէ լավ զգացմունք ունենալու իր նկատմամբ, այնուամենայնիվ նա խորամանկ առաջնորդ է։ Եվ լինելով խորամանկ նա կարողացավ 44-օրյա պատերազմից հետո խուսանավել Ռուսաստանի հետ շատ մերձեցումից, նա շատ ավելի լավ կկարողանա հիմա խուսանավել Ռուսաստանի հետ։ Բայց եթե վերցնենք այսպես տեսականորեն, որ չի ցանկանա խուսանավել, Ռուսաստանն այսօր ասում է մերձենանք, վաղը կասի եկեք անդամագրվեք, այս դեպքում Հայաստանը ինչպես պիտի վարվի։ Հայաստանը հիմնադիր անդամ է, չէ՞, ՀԱՊԿ-ին։ Տեսեք, նախ սկզբից կամ այո, ես հասկանում եմ հարցի տրամաբանությունը, բայց նախ եկեք սկզբից գանք։ Ադրբեջանը միանշանակ չի ցանկանա անդամակցել այդ մեռելացին կառույցներին, հատկապես ՀԱՊԿ-ին։ Ինչին է պետք է իր բանակը, ՀԱՊԿ-ի մասն եմ ասում, հատկապես ՀԱՊԿ-ին, ինչին է պետք իր բանակը, որը շատ ավելի կարելի ասել տեխնոլոգիապես գերազանցում է ՀԱՊԿ-ի երկրների բանակներին, ինչու է պետք տանել ավելի թույլ, ավելի հետամնաց բանակի հետ համակցել։ Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին, ԵԱՏՄ-ի մասով էլ Ադրբեջանը բավական լավ հարաբերություններ ունի եւ բավական լավ ռեժիմներ ունի, օրինակ Իրանի հետ։ Իր ինչին է պետք գնալ մտնել ԵԱՏՄ եւ այդ հարաբերությունները կասկածի տակ դնել, խնդրահարույց դարձնել եւ այլն։ Բայց եկեք ամեն դեպքում հաշվի առնենք, որ տեսականորեն ամեն ինչ հնարավոր է։ Այդ դեպքում Հայաստանի գործողությունները պետք է բխեն այդ պահին Հայաստանի շահերից։ Եթե օրինակ Հայաստանը եւ Ադրբեջանը ունենան բաց սահման, ունենան առևտուր եւ այդ ժամանակ ԵԱՏՄ Ադրբեջանի անդամակցելու խնդիր լինի, ես կարծում Հայաստանը պետք է կողմ քվեարկի, որովհետեւ շատ ավելի հեշտ կլինի ապրանքներ արտահանել ԵԱՏՄ-ում գտնվող Ադրբեջանով Ռուսաստան, Ղազախստան, Qırğızstan եւ Բելարուս, քան հիմա ենք անում մենք տարանցիկ անցնելով Վրաստանի սահմաններով, զուտ տնտեսական առումով։ ՀԱՊԿ-ում ես չեմ կարծում, որ նման խնդիր կլինի, ՀԱՊԿ-ը ուղղակի ֆանտաստիկայի ոլորտից է, որ կարող է Ադրբեջանը գալ եւ Հայաստանն էլ այնտեղ քվեարկելու ինչ-որ խնդիր ունենա, բայց ԵԱՏՄ-ի դեպքում գուցե լինեն համատեղ շահեր։ Ռուսաստանը ինչու է շտապեցնում Հայաստանին հանրաքվե անցկացնելու հարցում։ Այս դեպքում արդեն Ռուսաստանի նախագահն է շտապեցնում, ասում է մենք կցանկանայինք, որպեսզի Հայաստանը հնարավորինս շուտ հանրաքվե անցկացներ։ Ինչպիսին էլ լինի այդ հանրաքվեի արդյունքները, մենք դա կհարգենք եւ հարաբերությունները կպահպանենք, շարունակենք հարաբերությունները այդ երկրի հետ։ Ակնհայտ է, որ Ռուսաստանում տեսնում են այս պահին Հայաստանը նման ընտրություն անել չի կարող։ Հայաստանը չի կարող այս պահին որոշել ԵԱՏՄ-ից դուրս գալ։ Ինչու, որովհետև Հայաստանի տնտեսությունը պատրաստված չէ ԵԱՏՄ-ից դուրս գործելու։ Երկար տարիներ Հայաստանի տնտեսությունը անընդհատ ինտեգրվել է եւ իր տրամաբանությունը կառուցել է այնպես, որ ԵԱՏՄ-ի մեխանիզմներով է աշխատում։ Սա լծակ է, գործիք է, որը կարելի է օգտագործել Հայաստանի նկատմամբ։ Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալ չի կարող, հանրաքվե անել հայտարարել, որ ԵՄ չի գնում, դա էլ չի կարող։ Կստացվի, որ Հայաստանը խախտում է ինքն իր ընդունած օրենքը եւ արևմուտքի հետ էլ հարաբերությունները կփչանան։ Եվ Ռուսաստանը փորձում է Հայաստանին այդ թակարդը գցել։ Հայաստանը ի պատիվ Նիկոլ Փաշինյանի իշխանության պիտի նշեմ, որ այս հարցում նրանք փայլուն են աշխատում։ Նրանք անընդհատ հայտարարում են, որ մենք հիմա որոշում չենք կայացնելու։ Պուտինը կարող է եւ ամբողջ Ռուսաստանի իշխանությունը կարող է ամեն օր կոչեր անել, մենք էլ ամեն օր կհայտարարենք, որ չենք պատրաստվում հիմա որոշել։
բայց տպավորություն չունեք, որ Ռուսաստանը ցանկանում է մերձեցնել իրեն Ադրբեջանին բոլոր հնարավոր ուղղություններով։ Մենք խոսեցինք տնտեսական, ռազմական, հա, ասենք կոնկրետ տնտեսականով ասում եմ մերձենանք ԵԱՏՄ-ին, բայց նաև առաջարկում է Ադրբեջանին համատեղ պատմաբանների ինչ-որ աշխատանքային խումբ, հանձնախումբ ստեղծել եւ քննարկել մշակութային ինչ-որ համագործակցության հարցեր։ Սրա տակ խորքերում ինչ-որ վտանգներ չկան։ Գիտեք, ոչ միայն Ադրբեջանի դեպքում, այդ խորհրդային տարածության բոլոր երկրների դեպքում Ռուսաստանը անընդհատ փորձեր է անում ինչ-որ կերպ ավելի մերձ լինել, հույս ունենալով, որ ինչ-որ ժամանակ կհաջողվի վերականգնել կայսրությունը։ Եվ սա այդպես գաղտնիք չէ, սրա մասին հոդվածներ են գրվում, դիսերտացիոն աշխատանքներ են պաշտպանվում Ռուսաստանում, եթե ուշադրություն դարձնեք, ես քանի որ նաև գիտական գործունեություն եմ իրականացնում, չափից դուրս շատ ժամանակ եմ հատկացնում, ցավոք սրտի շատ եմ ժամանակ հատկացնում նաև նման բաներ կարդալուն եւ դրանք պլանավորված են, դրված են ինչ-որ որոշումների տակ, որպես գիտական հիմնավորումներ եւ այլն, որ անհրաժեշտ է բոլոր հետխորհրդային պետությունների հետ տարբեր ուղղություններով, որտեղ տեսնում ենք, որ այդ հետխորհրդային պետությունը որոշակի հետաքրքրություն կարող է ունենալ, այդ ուղղությամբ կարելի է աշխատել եւ փորձել կապել այդ պետությանը։ Ադրբեջանի դեպքում Ղարաբաղի խնդիրն է, մենք գիտենք, որ Ղարաբաղի հարցում վստահ եք, որ միայն Ղարաբաղի խնդիր, հա, մինչև այս Ղարաբաղի խնդիրներ, բայց վստահ եք, որ հիմա էլ միայն Ղարաբաղի խնդիրներ եւ վերջ թե այս հոգևոր մշակութային, չգիտեմ, հումանիտար պատմություն, պատմաբաններ, Ադրբեջանի այդ նարատիվները, պատմության վերաբերյալ, հողերի վերաբերյալ, Հայաստանը որտեղ է ձևավորվել է սպաներին դուք տալ չէ։ Դուք ակնարկում եք Արևմտյան Ադրբեջանի այսպես կոչված կոնցեպտը, չեմ կարծում, որ այստեղ հետաքրքրություն լինի Ադրբեջանի մոտ Ռուսաստանի հետ ինչ-որ նախագիծ ունենալ, ինչու, որովհետև Ադրբեջանը սա օգտագործում է բացառապես Հայաստանի արցախցիների վերադարձի հարցը զսպելու համար, որպես հայելային միջոց, իսկ Ռուսաստանի հետ նման բան անել կնշանակի միայն Ռուսաստանի եւ Ադրբեջանը չեն աշխարհում, կնշանակի մնացյալ աշխարհին է ցույց տալ, որ մենք այնուամենայնիվ ունենք իրական նպատակներ Հայաստանի Հանրապետության նկատմամբ, բայց մնացյալ աշխարհում Ալիևը շատ պես հրեշտակի թևերով է գալիս, որ կոնֆլիկտը վերջացել է, մենք խնդիր չունենք, ճանաչում ենք Հայաստանի ամբողջականությունը եւ սա խնդրահարույց կլինի այդ մնացյալ աշխարհի հետ հարաբերություններում։ Այնպես որ կարծում եմ Ադրբեջանը հետաքրքրություն չի ունենա։ Գուցե, բայց Ռուսաստանը ունի այդպիսի հույս, որ կարողանա ներքաշել Ալիևին այս ավանտյուրայի մեջ։ Հիմա կան կարևորքի նախ Եվրամիություն, հետո Միացյալ Նահանգներ այս հայտարարություններին եւ ձեռնարկած քայլերին, կոնկրետ Եվրամիությունը 50 միլիոն եվրո տրամադրում է, սա բավարար է այս փուլում ռուսական տնտեսական ճնշումների հետևանքները վերացնելու համար։ Գիտեք, իմ ունեցած տվյալներով, թեև ես տնտեսագետ չեմ, այդպես մակերեսային տվյալներով, մեկ ամսվա ընթացքում Հայաստանից արտահանվող գյուղմթերքը, օրինակ, շատ հեռու է 50 միլիոն ԱՄՆ դոլարի արժեքի լինելուց եւ օրինակ մեկ ամսվա խնդիրները պիտի որ շատ հանգիստ այդ 50 միլիոն ԱՄՆ դոլարի միջոցով եթե սուբսիդավորում է դա գնում, պետք է որ բավարարվեն։ Մի կողմից սուբսիդավորում, մյուս կողմից շուկաների վերակողմնորոշում։ Դա առանձին հարց է, դրա մասին հիմա կխոսենք։ Այնպես որ կարծում եմ այս 50 միլիոնը հստակ այս պահին լուծում է այդ ելակի կարտոֆիլի խաղողը դեռ չի հասել, ծիրանը չի հասել, թեև նման հայտարարություններ են արել, բայց այն ինչ այս պահին կա, այն ինչ այս պահին պիտի արտահանվեր, չի արտահանվում, իհարկե արտահանվելու մասին հիմա նորից ասեմ կխոսենք, դրանց հարցը կարծես թե լուծում է, հայտնտեսվարողը վնասներ չի կրում։ Ինչ վերաբերում է նրան, որ այլ շուկաներ են բացվում, ես նշեմ, որ սա հավանաբար Ռուսաստանի կողմից վերջին 5-6 տարիների ընթացքում Հայաստանի նկատմամբ ամենաբարի դրացիական քայլն է, որովհետև ստիպված են լինելու հայտնտեսվարողները որակի վրա աշխատել, մյուս կողմը Եվրոպան արդեն հայտարարել է, որ բացում է իր շուկաները ճգնաժամային իրավիճակում հայտնտեսվարողներին օգնելու համար, այսինքն փոխադարձ աշխատանք է լինելու, որտեղ մոտեցումները բավական մոտենալու են իրար Հայաստանի եւ բայց դա որոշակի ժամանակ է պահանջում եւ հիմա մեզ բայց պետք է Հայաստանին արագ վերակողմնորոշվել դեպի եվրոպական։ Արագի հարցը այս պահին փակում են այդ միջոցով, իսկ ավելի հեռանկարային հարցերի վերաբերյալ մոտեցումների այդ մերձեցում
զրուցում է տեղի ունենում, որտեղ Հայաստան հայտնտեսվարողը հասկանում է, թե նա ինչ պիտի անի, որ եվրոպական շուկային հետաքրքիր դառնա։ Մի փոքր իհարկե եվրոպական շուկայի կողմից իրեն տրված այդ առավելություններով, որովհետև այս պահին հայտնտեսվարողի ապրանքը ամեն դեպքում ամբողջապես չի համապատասխանում այդ չափանիշներին։ Մյուս կողմից եվրոպական շուկան է տեսնում, հասկանում, թե ինչ կարելի է սպասել Հայաստանից, ինչ ապրանքներ կան, ինչ իրացում կա, ինչ հետաքրքրություն կա իրենց ուրեմն շուկաներում, եւ այս երկու մոտեցումների մերձեցումը, որի մասին ես ասացի, Հայաստանի համար շանս է։ Նորից նշեմ, որ Ռուսաստանի կողմից իրականացվածը հակառակ արդյունքն է տալիս։ Հայ տնտեսվարողները կարողանում են տեսնել, թե ինչ անեն այլ ուղղություններով։ Եկեք ես մի փոքր բան պատմեմ, որը բավական լավ է բնութագրում։ 1-2 տարի առաջ մի դեպքով Հայաստանի պաշտոնյանից մեկը բողոքում էր, որ կա հայ տնտեսվարող, ով շատ անորակ ապրանք է ուղարկում Ռուսաստան, բայց երբ իրեն ասում ենք, որ ախր այդ անորակ ապրանքը չի համապատասխանում ոչ մի բանի, մի ուղարկի, ինքը ասում է, որ քո ինչ գործն է, Ռուսաստան եմ ուղարկում, Ռուսաստանում այդ ապրանքը սպառվում է։ Հիմա նման իրավիճակները այլևս չեն լինի։ Ստացված իրավիճակը կխթանի հայ-թուրքական սահմանի բացմանը եւ երկաթուղային ճանապարհով այդ նոր շուկաներ կնալ հասնելու։ Չեմ կարծում, որ դա էական ազդեցություն կունենա։ Հայ-թուրքական սահմանի բացումը իմ խորին համոզմամբ պրենկին է, կարելի է այսպես ասել։ Մենք սպասում ենք վերջնական ինչ-որ մի կետի, որից հետո հայ-թուրքական սահմանը կբացվի ըստ ամենայնի։ Դες ընթացքում Փաշինյան-Էրդողան հերոխոսազրույց Հայաստանի տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարարի մասնակցություն այդ երկաթգծի գործարկմանը։ Եվ եկեք հիշենք, որ ընդամենը օր առաջ հայ տնտեսվարողները ուղիղ հատեցին Կարսում, հանդիպում գնացին։ Այո, իրադարձությունները այնպեսին են, ինչու՞ եմ ասում պրենկին է արդեն այդ իրադարձությունը, որովհետև այնպես են զարգանում ընդհանրապես իրադարձությունները, որ մենք տեսնում ենք, որ հայ-թուրքական սահմանը բացում մնացել է մի փոքր բան։ Գուցե այս ընտրությունները լինի այդ մի փոքր բանը, շատ հնարավոր է։ Այս օրերին ստորագրվեց նաև TRIP-ը համաձայնագիրը վերջնական, սա ինչ է տալիս Հայաստանին եւ տնտեսական եւ անվտանգային առումով։ Ես նշեմ, որ իմ խորին համոզմամբ TRIP-ը ստորագրվեց ընտրություններից առաջ, որովհետեւ Միացյալ Նահանգներում արդեն ըստ հարցումների տվյալների քաղաքական վերլուծությունների արդյունքների գուցե հետախուզության աշխատանքի պարզ դարձավ, որ Հայաստանի Հանրապետությունում էական փոփոխություն արտաքին քաղաքականության մեջ չի լինելու։ Այսինքն իշխանություն չի փոխվելու, քաղաքականությունը շարունակվելու, այո, քաղաքականությունը շարունակվելու է։ Ստորագրումը շատ կարևոր էր հենց այս փուլում, որովհետև Հայաստանը սպասում է, որ պետք է լինեն զարգացումներ։ Արդեն 1 տարի անցել է օգոստոսի 8-ից հետո, երբ առաջին անգամ TRIP-ի մասին խոսակցություն գնաց եւ առաջին փաստաթղթերը ստորագրվեցին, բայց այս պահի դրությամբ դեռևս հողի վրա մենք աշխատանքներ չենք տեսնում։ Ես նշեմ, որ գործընկերներից հետ օրեր առաջ ուրեմն Հայաստան իրան սահմանին էինք, որտեղ անցանք այդ ամբողջ 42 կիլոմետրը հատուկ թույլտվությամբ իհարկե, այն ճանապարհը, այն տեղանքներով, որտեղով անցնելու է երկաթգիծը, այսինքն ճանապարհով մենք չգնացինք, անցանք այն հատվածներով, որտեղով երկաթգիծը պետք է անցնի, որոշ հատվածները իհարկե շատ բարդ անցանելի էին, բայց մենք հաղթահարեցինք եւ ինքներս տեսանք, թե ինչ է սպասվում Հայաստանում այն ժամանակամիջոցում, որ այդ աշխատանքը արվելու է։ Նշեմ, որ ես իմ կարծիքն այն է, որ այդտեղ պետք է աշխատանքները սկսվեին դեռևս 3 Այսինքն հնարավորին է շուտ պետք է այդտեղ աշխատանքները սկսել։ Աշխատանք սկսել չի նշանակում բերել գծեր դնել, աշխատանք սկսել նշանակում է կտրել ծառերը, որոնք աճել են այդտեղ այս տարիների ընթացքում, նշանակում է քանդել հողերը կամ մաքրել այն հողերը, որոնք եկել լցվել են այդտեղ, եւ այլն, բազմաթիվ աշխատանքներ կան, հողային աշխատանքներ հիմնականում։ Այնտեղ դեռևս խորհրդային միության ժամանակներից մնացած ցանկապատը կա, որը շատ վհատեցնող տպավորություն է թողնում մարդկանց վրա, ովքեր մոտենում են, որովհետեւ դիմացը տեսնում ենք Իրանի սահմանը, Իրանի ափը, որտեղ ցանկապատներ ընդհանրապես չկան, ամբողջ ափի երկայնքով ինչքան հնարավոր է տեսնել, արտադրություններ են, տներ են, գյուղեր են այդտեղ, մարդիկ են մոտենում ջրին, խմում են, կենդանիներ են մոտենում, կենդանիներն են խմում, իհարկե մարդիկ ջրից օգտվում են։ Իսկ մեր կողմում կարծես թե մենք լինենք ինչ-որ վանդակի մեջ եւ վանդակի միջից նայենք մնացյալ աշխարհին։ Ես կարծում եմ այստեղ շատ աշխատանք կա անելու եւ լավ կլինի, ընդ որում շատ աշխատանք կա անելու նաեւ Հայաստանի համար, որովհետեւ տեսեք իշխանությունները երբեմն հայտարարում են, թե աշխատանքները պետք է անի այդ TRIP ընկերությունը, բայց այդ ընկերությունը ունի իր աշխատանքի բաժինը, Հայաստանի Հանրապետությունը ունի իր աշխատանքի բաժինը։ Պետք է սկսել այդ աշխատանքը անկախ փաստաթղթերից եւ այլն։ Եվ այս ստորագրումը մեծ հույսեր է տալիս, որ կարճ ժամանակ անց մենք արդեն հողի վրա աշխատանքներ կտեսնենք։ Շատ լավ, հիմա կանք
ներքաղաքական դաշտ եւ ընտրություններ նախընտրական քարոզարշավի վերջի օրն է եւ այսօր Հանրապետության հրապարակում կառավարող կուսակցության ամփոփիչ հանրահավաքն է, ընդհանրապես ինչ տպավորություն ունեք կառավարող կուսակցության դիրքերի մասին։ Ես կարծում եմ արդեն շատ մեծ հավանականությամբ կարելի է ասել, որ կառավարող կուսակցությունը հաղթում է ընտրությունները, ընդ որում հաղթում է միանգամից, կարողանում է կառավարություն ձևավորել, կոալիցիայի կարիք չի լինելու, սահմանադրական մեծամասնություն ունենալու հարցը շատ ավելի քիչ հավանական եմ համարում, ըստ ամենայնի 50-55-ից մինչև 60%-ի մոտավորապես միջակայքում կկարողանա հավաքել քաղաքացիական պայմանագիրը, իսկ ընդդիմադիրներից լավագույն արդյունքը կարծում եմ արդեն համոզված եմ այս դեպքում լավագույն արդյունք ցույց է տալու ուժեղ Հայաստանը Նարեկ Կարապետյանի գլխավորած եւ այդ կուսակցությունը լինելու է գլխավոր ընդդիմադիր ուժը ինստիտուցիոնալ ընդդիմության ներկայացուցիչը մյուս կուսակցությունները պիտի պայքարեն շեմը անցնելու համար Բարգավաճ Հայաստանի հնարավորություններն են բավական բարձր գնահատում այստեղ Հայաստան դաշինքը շատ ավելի քիչ հնարավորություն ունի կարծում եմ քանի որ դաշինք է ոչ թե կուսակցություն կան Բարգավաճ Հայաստանը շնորհապետական կուսակցությունը միասնության թևերը եւ նոր ուժը գուցե նաեւ հանրապետություն հանուն հանրապետության դրանցից որևէ մեկը կպայքարեն անակնկալ արդյունք գրանցելու համար կստացվի թե չէ ցույց կտան ընտրությունները Բայց ուժեղ Հայաստանը խոսում է ոչ թե գլխավոր ընդդիմադիր լինելու հերանեկարի մասին ինչպես դուք եք ասում այլ քարոզարշավի սկզբից մինչև այսօր մինչև քարոզարշավի վերջին օրը խոսում են միայն հաղթանակի միայն իշխանություն ձևավորելու մասին սա ինչ է նախընտրական ընդամենը քարոզչություն բան ռետորաբանություն թե ինչ որ հույսեր կան իրենց համար գիտեք ցանկացած քաղաքական ուժ որը ցանկանում է բարձր արդյունք գրանցել, նա պիտի հայտարարի հաղթելու մասին։ Իհարկե խոսքը չի գնում այնպիսի քաղաքական ուժերի մասին, որոնք ի սկզբանե գալիս են ինչ-որ ավելի լոկալ խնդիր լուծելու համար։ Այն քաղաքական ուժը, որը ցանկանում է լինել գլխավոր ընդդիմադիրը, նա պետք է հայտարարի, որ հաղթելու է։ Եթե նա չհայտարարի, որ հաղթելու է, գա եւ ասի ես գալիս եմ լինել գլխավոր ընդդիմադիրը, նա ոչ մի բան չի լինի։ Եվ քաղաքական տեխնոլոգիայի առումով այո, բավական ճիշտ է աշխատում ուժեղ Հայաստանը, որը հայտարարում է հաղթելու մասին, բայց ես կարծում եմ հենց իրենց շարքերում էլ սկսած Նարեկ Կարապետյանից վերջացած իր բարեկամներով եւ կուսակցության մյուս ներկայացուցիչներով հասկանում են եւ գիտեն, որ ռետորաբանությամբ իշխանության հասնելու հնարավորություն չէ, ասում են մենք հաղթելու ենք միանշանակ եւ վերջ։ Դե հասկանալի այդպես պետք է ասեն, եթե այլ բան ասեն, նրանք երկրորդ տեղն էլ չեն բռնելու։ Այսինքն եթե համարում եք, որ կառավարող կուսակցությունը միաժամանակ կարող է կառավարություն ձևավորել, այս դեպքում այլևս չեք դիտարկում ընդդիմադիր այս երեք կուսակցությունների խորհրդարան անցնելու պարագայում միավորվելու, չգիտեմ, կոալիցիայի բանի անհրաժեշտությունը չի իմաստ չի լինելու, ակնհայտ է որ իմաստ չի լինելու։ Հետո ես նշեմ, որ ամեն դեպքում ժամանակին ես ասում եմ, որ 50% եմ համարում հավանականությունը Հայաստան դաշինքի անցնելու Վերջին իրադարձությունների ընթացքում թեև փորձեց Քոչյանը իր այդ չնորմալորված ելույթներով եւ այլն մի փոքր ավելի բարձրացնել իր վարկանիշը, բայց քաղաքացիական պայմանագիրն էլ ուղղորդեց դա Բարգավաճ Հայաստանին իր գործողությունների միջոցով եւ կարծում եմ էլ ավելի քիչ է 50%-ից ավելի քիչ է որ Հայաստան դաշինքը կարողանա հաղթահարել 8%-անոց շեմը, այնպես որ նույնիսկ խոսք գնալ այն մասին, որ նրանք միավորվելու են անիմաստ է ոչ միայն այն պատճառով, որ ըստ ամենայի քաղաքացիական պայմանագիրը միայնակ կառավարություն կկազմի, այլ նաև այն պատճառով, որ երեքով իրար հետ չեն լինի ուղղակի ազգային ժողով։ Եթե տեսականորեն վերցնենք այդպիսի հնարավորություն, ինչ կլինի Հայաստանի խաղաղության պայմանագրի TRIP համաձայնագրի Եվրամիության փաթեթների, եթե իշխանության փոփոխություն լինի։ Եվրամիության փաթեթներ, չգիտեմ, TRIP խաղաղության ակնհայտ է, որ բոլոր գործընթացները կկասեցվեն, ակնհայտ է, որ Հայաստանի գործողությունները կկանոնակարգվեն Մոսկվայից։ TRIP-ի մասին ընդհանրապես պետք է մոռանանք, խաղաղության համաձայնագիրը չի կնքվի, Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության այդ որոշակի հույսեր առաջացնող շարժը անմիջապես կկասեցվի եւ Հայաստանի զարգացումը հետ կընկնի էլի 10, 20, 30 տարով, որովհետեւ շատ կարեւոր է մի բան հասկանալ։ Չի կարող լինել Հայաստանում որևէ իշխանություն, դա կլինի, չգիտեմ, Ռոբերտ Քոչյանի կառավարման ներքո Սամվել Կարապետյանի, Սերժ Սարգսյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի, կարևոր չէ ում։ Չի կարող Հայաստանում լինել որևէ իշխանություն, որի ժամանակ մենք կվերադառնանք 2017-18 թվական, որովհետեւ 2017-18 թվականը իշխանության կորուստ է նշանակում։
Մենք տեսել ենք, գիտեք։ Հայաստանում լինելու է իշխանություն, որը շատ ավելի խիստ ավտորիտար կոշտ միջոցներով, մարդկանց ահաբեկելու միջոցով, մարդկանց քաղաքբանտարկյալներ դարձնելու միջոցով, գուցե վերացնելու միջոցով, եթե օրինակ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիները հիշենք, վերացնելու միջոցով լրացնելու են, փակելու են բոլոր հնարավորությունները, ազատ խոսքն են ճնշելու, որպեսզի 17-18 թվականները ուղղակի չկրկնվեն նորից հեղափոխություն չլինի։ Մեկ հարցելով ավարտենք, հետընտրական սրացումների հավանականությունը ինչպիսին է։ Շատ փոքր եմ համարում սրացումների հավանականությունը, ուժեղ Հայաստանը օրերս հանրահավաք արեց, մենք տեսանք, թե նրանք ինչ ռեսուրս ունեն, որը կարող է դուրս գալ փողոց։ Այդ ռեսուրսը ակնհայտորեն բավարար չէ ցանցային պայքար մղելու համար, իսկ առանց ցանցային պայքարի շատ հեշտ իրավապահները ուղղակի կասեցնեն ցանկացած դրսևորում։ Ավելին նշեմ, որ օրինակ այն ֆեյքերը, որոնք ինչ-որ մեկնաբանություն են թողնում, ես համոզված եմ ուղղակի, որ չեն կարողանա դուրս գալ փողոց եւ միանալ մարդկանց, ինչը նշանակում է մարդկանց թիվը դա է։ Ավելին, եթե հանկարծ ինչ-որ կտրուկ գործողություններ փորձեն անել, այդ մարդիկ են պակասելու, որովհետեւ շատերը ուղղակի պատրաստ չեն լինելու այդ գործողությունները կատարելու, այնպես որ ռեսուրս չկա։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Հետևենք իրադարձությունների զարգացումներին, մեր այսօրվա զրույցը եւս մեկ անգամ փաստեց, որ Հայաստանի ընտրությունները դադարել են լինել սոսկ ներքաղաքական մրցակցություն, այն վերածվել է նաև աշխարհակական տարբեր ուժերի շահերի պահման կետ եւ արտաքին ճնշումները, այս դեպքում խոսում ենք արտաքին տնտեսական ճնշումների մասին, գալիս հատվում են Հայաստանի ինքնիշխանության սահմաններում։ Թե ինչպիսին կլինի Հայաստանի կայունությունը առաջիկա ժամանակահատվածում կախված է եւ ընտրություններից, մեզանից յուրաքանչյուրի քվեից եւ նրանից, թե ինչպես կարողանան արագորեն արձագանքել Հայաստանի իշխանությունները արտաքին մարտահրավերներին։ Ամեն ինչի վերջո որոշում է հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու քվեով։ Սա ազատ զրույցներ Free News-ի եթերում, ես զրուցում էի հայկական խորհրդի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ։ Շնորհակալություն, որ հետևում եք, լավ մնացեք, կհանդիպենք։